նախ ասեք տարիքը եւ արդյոք դուք զգում եք ձեր տարիքը։ 78 տարեկան եմ, Եսա հունվարին կլինի 79, մյուս տարի հոբելյանը 80 եմ լինելու։ Իհարկե տարիքը զգում ես։ Իհարկե ինչ-որ դժվար է այդ Մոլա Նասրիդինի պատմությունը կա, այս Մոլա Նասրիդինը գալիս ուզում է թռնի Արվակից այն կողմը, ուղիղ մեջտեղն անգնում, ասում է հեյ, ջայլ ժամանակ, նայմա մարդ չկա, ասում է, այ մարդ ջայլ ժամանակ էլ մի բան չէի։ Իհարկե ինչ-որ դժվարություններ հաղթահարում ես, բայց կարևորը որ հոգի տնի, մաքուր, ազնիվ, ջինջ, երիտասարդ, եթե դա չլինի արդեն մեռած մարդ ես, այսինքն դու արդեն շփվելու իրավունք չունես երիտասարդներ, ինչ-որ բան սովորեցնելու իրավունք չունես, այդ հոգին շատ կարևոր է, պետք է աշխատի։ Պարոն Գասպարյան, ես ձեզ հետևում եմ սոցիալական ցանցերում, այդ ոգու երիտասարդությունը, դուք Facebook-ում բավականին ակտիվ եք, ժամանակակից դրսևորումներով, պոստեր եք անում եւ երեխաների հետ, թոռների հետ, այսինքն ուսանողների հետ, դուք իրենց հետ ոնց որ համապատասխան եք այդ ձեր ասած, ինչպես է դա հաջողում, հատուկ անում եք, իրենցից սովորում եք, թե ոնց եք երիտասարդ մնում, նաեւ այդ դրսևորումներում։ Նախ սկսում եմ նրանից, որ սկսում եմ անգրագիտությունը վերացնելուց, որովհետև ես իմ ուսանողին ասեմ, եթե դու ես չես կարդացել, ես քո հետ խոսելու նյութ չունեմ, և այդ պատճառով ստիպում եմ կարդալ, շատ ռեֆերատներ գրել սովորել, մեկնաբան, անալիտիկ ուղեղը պետք է աշխատի, մեր ամբողջ դժբախտությունը մեր այս ժամանակը, որ անալիտիկա գոյություն չունի, մարդիկ անալիտիկ մտածողություն չունեն։ Չեն վերլուծում կարդացածը, իրողությունը։ Ոչ կարդացածը, ոչ իրադրությունը, ոչ իրավիճակը, այդ ամեն ինչ մարդը պետք է հասկանա, վերլուծի, որ գործի, ուրեմն մարդիկ, որոնք չեն կարողանում դա, նրանք անգործ են, կամ ճորտեր են ուրիշի ձեռքին, այսա շատ վտանգավոր բան է։ Պարոն Գասպարյան, մեր հանդիպումը ահագին երկար պլանավորեցինք օգոստոսից, դուք շատ զբաղված էիք, մեկ զբաղված էիք այգում, հետո զբաղված էիք ուսումնական նոր տարին, ձեր առօրյան ինչպես է անցնում։ Մեկ ինձ մի անգամ ասեց, ասում ժամանակ չունեմ, ինչ որ գործ պետք է անենք, ասում ժամանակ, ասում հիմա դու չես տնօրինում քո ժամերը, ինձ արա որ ժամանակ ունենաս։ Ամբողջ օրը զբաղված եմ, տենց չի կարող, բայց նույնից եթե զբաղված չեմ, ուրեմն տան գործերով եմ, եթե տան գործերով զբաղված չեմ, ուրեմն ինչ-որ բանով զբաղվում եմ, հետաքրքրվում եմ, նայում եմ, ուսումնասիրում եմ, հետաքրքրվում եմ, տենց անցնում օրը, և ժամանակ մոռանում ես, որ արդեն ժամը 4-ն է քնելու ժամանակ, նենց որ ժամը միշտ պակաս է, բայց բավական է, որ ամեն ինչով զբաղվես։ Դուք ձեզ արհեստականորեն զբաղեցնում եք, թե ուղղակի հետաքրքրություն այդ կյանքի ծարավն է, որ ձեզ ստիպում է։ Չէ, գործ շատ ունեմ, նենց որ ամբաղ չեմ զբաղվում, ուրիշ բաներ չեմ անում, որ ասենք, թե որ ինձ հետաքրքիր չէ, էլի։ Նենց տարօրինակ բաներ եմ, էլի, մեկ մտածում եմ, ես նայում էի շումերների մասին հաղորդումը, ունդը անդադ ասում են, որ իրանց աստվածը համարյա հայերենով ասաց, ոնց որ պատկերը և ակը կամ աչկը կամ գիտեք չէ, որ շումերները առաջինն են, որ հնարեցին կլոր անիվը, անենց որ ամեն ինչով էլ հետաքրում և պատմությունով, որը պատմությունը շատ հետաքրքիր է,
եթե մարդը պատմություն չգիտի, իր երկրի պատմությունը չգիտի, իր աշխարհի պատմությունը չգիտի, որ